և արժևորելու այն աշխարհը, որը միավորում է մարդկանց հոգիները, փոխանցում զգացմունքներ և պահպանում ազգային դիմագիծը։ Մշակույթը ժողովրդի հոգին է, նրա պատմությունը, արվեստը, երգը, պարը և թատրոնը։ Այսօրվա միջոցառումը նախաձեռնել է Աշակերտական խորհրդի մշակույթի հանձնախումբը, որի գործունեության կարևոր մասերն են պարը և թատերական արվեստը։ Մշակույթը միայն արվեստ չէ, այն ժողովրդի հոգին է, նրա պատմությունը, արժեքներն ու ապրելակերպը։ Պարարվեստի այն լեզուն է, որ խոսքեր չի պահանջում։ Այն փոխանցում է զգացմունք, բնավորություն, ազգային ոգի և պատմություն շարժումների միջոցով։ Հայկական պարը հատկապես առանձնանում է իր ուժով, արժանապատվությամբ և ազգային կոլորիտով, դառնալով մեր մշակույթի կարևոր խորհրդանիշներից մեկը։ Դե ինչ, դիմավորենք մեր հայրենիներին։
Թատրոնը մշակութային կենտրոնություն է, որտեղ խոսքը, հույզը և մարդը միավորվում են բեմի վրա, ստեղծելով իրական արվեստ։ Այն սովորեցնում է զգալ, մտածել և հասկանալ մարդկային հարաբերությունները։ Յուրաքանչյուր բեմադրություն նոր կյանք է տալիս ստեղծագործությանը և հանդիսատեսին փոխանցում իր գաղափարներն ու ասելիքը։ Սիրելի ներկաներ, այժմ սիրով հրավիրում ենք ձեզ դիտելու մեր թատերական խմբի բեմադրությունը։ Ներկայացում, որը պատմում է մեր ժողովրդի ուժի, միասնականության և հայրենիքի հանդեպ սիրո մասին, փորձելով պահպանել դրա հայկական ոգին, հումորը և խոր իմաստը։ Սա պատմություն է մարդկանց, հայրենիքի, ընկերության և ներազգային բնավորության մասին, որը տարիներ շարունակ մնացել է սիրված և արդիական։ Մենք ենք մեր սարերը։
Ինչ ենք ուտելու այդ բան։ Խորոված որ չենք ուզում։ Հորը կծակի։ Թե ասա բատեր է կավարում, հալ է, չի բերել իսպանեցի։ Հայ բախտում է։ Պաբլե ինչ ենք ուտելու։ Գլուխ չունեմ։ Թե չէի ոչխարներին անդերս է ոչխար էր խառնվել, ասիդենն անեմ գելերը կուտել, տեղակալ, լիքը, հեն? Դե լավ։ Շամպուրները, աղը, փետը, ջուրը, կրակը, պատրաստեք ու եկեք։ Հեն? Ասի գլուխ չունեմ։ Դու այնտեղից կանչում էիր, ճիշտ եմ, կանչում էիր ոչխար չեք տեսել, դե հիմա գնա նորից կանչի, ասել չէ, չեք տեսել, Այ, եթե լոկացենի, չոր ոչխար եկել, երկուսը մոտ եք գերել ենք, երկուսն էլ բաղն եք ուտելու, 40 մոտի մարդ ենք, ինչ ուզում էլին անում ենք, դու էլ մեր մարդն ես, են ասա բոլոր եք վերսու կնայելի։ Ոչխարին չէ։ Ոչխար։ Չէ, չեք ունեցել։ Պապի ժամանակ մի 1000 կա։ Ապա ինչպես կպատասխանեք քաղաքացի ռեպար։ Ոչետանը ոչխարները թողացել են։ Իսկ դուք ոչխար չեք ունեցել։ Գուցե գինը չեք ունեցել։ Չեմ հիշում, ես կին չեմ ունեցել։ Ապա ում կինն է ասել։ Չգիտեմ։ Քաղաքացի ռեպար։ Իսկ դուք գիտեք, եթե թաքցնեք համարեք 5-րդ քանցագոց։ Ունեցել եմ, ծախել եմ, չեմ բողոքում։
չէ, ճիշտ է ասում, գինը տվել եք գնացել է։ Իսկ առհասարակ քանի ոչխար է եղել։ Մեկը։ Հաստատ խառնում ես, մեկը դու մորտեցիր, մեկն էլ շմորտեցիր Պավլը։ Դե Պավլեն դու երեխան ու նա մի տվել։ Դե, այս մարդը քաղաքից է եկել, հոգնած, չարդված, 4 ոչխար են, երկուսը մորտել են, երկուսն էլ բաղնել, մորտելու ուտենք, որոշեք ինձ ասում, պատասխանեք ու քննեմ։ Իսկ ինչու է նա հոգնած ու ջարդված։ Այստեղ եկել են մեկ էլ 1900 բողոքել են, Նշանակություն չունի։ մենք եք մեր ռեվազ, ինչի պետք է բողոքել որ։ Սիրելիս, հիմա ինչ որ ասում եմ, աչքից պես ասում եմ։ Դե ես եմ քնում եմ։ Մարդու կնի իրար է, տապերնի 20 տա։ Մարդը մի քիչ հարբեցող է եղել, դե մի անգամ էլ մոտը փող չի ունեցել, տնոջ մատանին է տարել։ Դե կինն է, դե կինի իրենն է, մատանին է տնոջը։ Դե համարյա մատանին իրենն է։ Մենք ինչ գործում ենք իրենց, մատի ու մատանում արան։ Բայց բանից պարզվում է գործում է։ Ու այդ մարդն է հիմա աշխատանքային գաղում։ Դժվար է։ Հեչ չի։ Բայց թե ոչխարների դերը ռեվազն է, կարող է ոչխար չունեցել, մենք հրիշ պիտի ողտասունենք որ։ Սիրելիս, յուխորդի մատյանից մինչև միավորված ազգերի կազմակերպության մատյաններ գրված է, որ Մովսիսյանը ունեցել է 4 սև ոչխար, ու հիմա չունի։ Դե հա, կամ էլ մի ուրիշ բաներ կարող է եղած լինի։ Ոչխարները լինեն, բայց մեր կողմ եկած չլինեն։ Բա ո՞ց է կողմ չեն եկել, ինչպես եք մորտել։ Ինչ եք մորտել։ Ոչխար։ Ինչ ոչխար։ Է որ մորտել եք։ Ինչ մորտել ուտել։ Է որ ցանկական մորտել եք։ Ինչ Եկա մարտես, պիզը դսուտո։ Ես տեղեկություն չունեմ։ Ես բոլորովին տեղեկություն չունեմ։ Հա։ Հա։ Իսկ եթե էքսպերտիզան հաստատի, Ով հաստատի։ էքսպերտիզան։ Վախեցա, շատ վախեցա։ Ինչ ես ուզում տո։ Կերել եք, գինը տվել եք, գնացել է, ինչ ես ուզում։ Մանրամասն, պատմիչ ճիշտ է։ Չեմ պատմում։ Նստի։ Էդ ինչի ես գոռում եք, 40 հոգա մորտը կերել եք, մենակ ինձ ես կանչել։ Դու ես սկսել։ Լսիր, ոչխարները որ եկան, ես սարում եմ, ճիշտ է։ Ճիշտ է։ Հետո որ ոչխարների մորտեցին, ես էլի սարում եմ, ճիշտ է։ Ճիշտ է։ Հետո ոչխարների մորտելուց հետո նոր դու եկար, ճիշտ է։ Ճիշտ է։ Էպա դու ոչխարների մորտելուց հետո ես եկել, մորտելուց առաջ կայ չթողներ, ասել մի մորտեք, մենք էլ չենք մորտի։ Ուրեմն մորտել եք։ Դու լավ եք արել աչքներ հանել եք։ Ովքեր եք մորտում։ Ես, մեկը ես։ Հետո։ Ես, էլի ես։ Ուրեմն մենակովը 4 ոչխար ես կերել։ Հա, դեռ ծիրսից եմ խառնում է, ուզում ես հետ տամ։ Շատ լավ։ Ուրեմն մնացածը պատասխանատվությունից ազատվել, իսկ ամբողջ մեղքը դու կարես դու։ Մեջ կա ես կամ մարդկություն չկա, իմ արել։ Երկար մտածել բան չկա, ստորագրի ու գնա։ Ամրագետը կարել չեմ ճանաչել։ Չէ երկարի։ Էդ ինչի ես գոռում եմ, ես այդ օրը քաղաքում եմ եղել, թե գնա ապացուցի։ Կամ ոչխարները որ եկել են, տղեկ ասեցին, որ Պավլեն լավ է միս եկում, մենք էլ փոխեցինք, Զավեն ուրեմն եկավ։ Ուրեմն առաջինը Պավլեն մորտեց։ Հա, հետո։ Հետո ասացի Զավենը։ Զավեն։ Ինչ Զավեն։ Ես ասացի Զավեն։ Հա, Զավեն ուրեմն, բայց մի բան մոռացել եմ։ Դե լավ, ինչ ես մոռացել։ Զավեն ինչ էր անում։ Դե ամենից մի բան անում եք, էլի ես ինչ հիշեմ Զավեն ինչ էր անում։ Դու ինձ ասա Զավեն ինչ էր անում։ Վայ, դու որ լիներ կհիշեիր օրինակ։ Դե եթե նշանավոր դեն դիրել կհիշեի։ Բայց ինչ իմալա նա նշանավոր է կարգավոր որ հիշել։ Աբովյան, ասա դուշք է, ոչ քիչ։ Աբովյան, երիշ գրիգորի, ծննդյան թվերն էլ ասեմ։ Ոչ։ Աբովյան, հարություն ասատուրի։ Աբովյան, Միքայել, Գևորգի, Աբովյան, Բաչիկ Լևոնի։ Գրի լուրջ եմ ասում, ես ինձանից բաներ չեմ կարող անել, գիտես որ քեզ շատ եմ հարգում։ Աբովյան, Մանուկ Ալեքսանդրի, Աբովյան, Աշոտ Բաղաշատի, Անտոնյան, Իշխան Էսեսը, Իշխան Սահակի, Վարդանյան, Թորոս Թագորի, Հրության Մակար Տիգրանի, Գևորգյան, Վարաստատ Աշոտի,
Մովսիսյան ռևազներ քեզ նվեր, թե գնա 5 ամիս նստի մեր գյուղում ու պարզի որ 40 հոգով Մովսիսյան ռևազներ քեզ նվեր, 2 ոչխար են կերել։ Երկուսն եք ուտենք գործից հետո ու քեզ են ամեց եք կանել։ Շատ լավ։ 5 ամիս կնստեմ գյուղում ու կպարզեմ, որ ոչխարները եկե խառնվել իմ հոտի, դու են մորթեր ես տվել։ Հոտնիմը չէ տնտեսությանն է։ Մորթեր է Զավենը, մորթեր է Պավլը։ Դու եք զարմանալու մարդ ես, բա որ մեր շերիցս լավ մորկանողը Պավլեն է, բա որ ես չէի մորտել։ Քո դանակով Բահոբոտանակով չեք մորթելու։ Դե կներես դու քաղաքում էիր, ադրճանակը իմ մոտ չէի որ մորթեի։ Ես տանակով եմ մորթել։ Դուր տեսնեմ ինչ եմ ստորագրել գնամ։ Պավլեն կարգեք հարցակնության։ Քեզ որ կանչում ենք ինչի չես բարեացում ժամանել։ Քեզ որ կանչում ենք ինչի չես բարեացում ժամանել։ Քեզ որ կանչում ենք ինչի չես բարեացում ժամանել։ Դե գործը վերջացնի կգա։ Ձերդ կտրի քեզ չեն դարձնում։ Դե ո՞նց ես խոսում։ Դո ես ես իշքան եմ սպասելու։ Դե գործ էի անում։ Արածդ ինձ չի։ Դե գործ էի անում, վերջացնեի դե դաշ։ Թողեք ելի, թողեք։ Ոք իսկ երակելի կողությունենարը գիտեն բարեգործություն է։ Եկեք տելվելու է ճանգրում է, բանում է ասելու թող դա մարտավարյասի բատատղամարդի գործ է։ Չէ բա ձեր արած է տղամարդու կոր, ոչ կարեք մորտե էլի։ Դե ոչխարեք մորտե, հոգես չէիք մորտելու։ Դու արածդ ունց չի, հնդածդ խոտ չի։ Ամենալավ ինձորը հարուտի բանտն էր, նա տանք էր, հետո Ռաֆիկն էր, հետո աղակի Սուրենը, իսկ ես ինձ երոշն էր։ Այդ նշումը եղբորս բակում կկախենք, ինչ ես գործը վերջանա։ Քաղաքացի Իշխան Անտոնյան, հանձավոր կերպով Ռևազ Մովսիսյանի ոչխարները մորտելում են, դուք ձեզ մեղավոր ճանաչում եք, ոչինչ, մտածիր և պատասխանին դատված։ Իշխանը մտածում է։ Մի խանգարիր։ Դե այո, քաղաքացի դատավոր, ճիշտ է, ես ոչխարի միսը մորթել կերել եմ։ Իսկ դուք ամեն անգամ ձեր ոչխարի միսն եք մորթում ուտում, թե ուրիշինը։ Մենք վճարում ենք, քաղաքացի Անտոնյան, իսկ դուք հետո եք վճարել։ Իսկ դուք միշտ կանք եք վճարում, թե պատահում է ապարիկ եք ուտում եք։ Դե մենք ունենում ենք, ուտում ենք, չենք ունենում, չենք ուտում։ Դե լավ չէ քաղաքացի դատավոր, ես գիտեմ, որ նա այդ ոչխարները վաճառելու են։ Քաղաքացի Մովսիսյան, նա գիտեր, որ դուք ոչխարները վաճառելու եք։ Այսօր թերեկուց վաճառելու եք։ Էդը իշխանի գիտենալու մասին, է որ գեղացին չգիտի, որ ոչխարը վաճառելու համար է։ Քաղաքացի Անտոնյան, Մեղադրյալ, Մեղադրյալ Անտոնյան, դուք քանտական ոչխարներին ճանաչում ես։ Այո, ճանաչում եմ։ Դու իրավունք ունես մորտելու ում ոչխարներին։ Իր ոչխարների, Դու իրավունք ունես մորտելու ում ոչխարներին։ Ռևազի ոչխարների։ Իսկ ինչու ես մորտել։ Գուցե դրանք Ռևազինը չեն, այլ Երևանի գիտայտազատական ոչխարներն են։ Այ ախպեր, տղեկը սոված է երկու հատ ոչխար են մորթել կերել։ Ինչ ես ընկել գիտահետազոտական, միտահետազոտական։ Տղեկը սոված են քո ոչխարներից մորտել։ Սարերում անձրևի տակ մենակով 500 ոչխար է պահել։ Երկու ոչխար մորթելու իրավունք չունեն։ Դրա համար է ես պետությունը վճարում Որ է։ լավ եմ արել, ես ինձ պարգևատրել եմ։ Ձեզանից մեղադրյալ դուշի է։ Ավե, նրա պես կանանի։ Մեղադրյալ, բայց քանի որ մեր երկիրը փոքր է, 10 կների, 10-ի փոքր անցակի ու կների։ այդ ոնց է
Մեղադրյալ Ավագ Հովհաննիսյան, դուք ձեզ մեղավոր ճանաչում եք։ Ոչ։ Ինչու՞։ Ովհետև մեկնիսը կերեն են 30 ապա, բա 30 օտո գողություն կլինի, Որ ոչխարները ուրիշինն են, այդ միայն ձեզ։ մեր ռևազը մեզանին չի կանգնատի, մենք ռևազին ենք կեր, ձերը չենք կեր։ Ձեզ բռնել են ձեր ռևազի ոչխարները թողանալուց։ Եթե ձեզ չդատապարտեք, դուք հետագայում ավելի մեծ հանձնախներ կգործեք։ Ձեզ պետք է մեկուսացնել։ Այո, խնդրում եմ, մեկուսացրեք։ Բանտում օրը, բատում 10 օր մեկ նամազում են, նորը 3 անգամ է հատում տալիս։ Դատարանը որոշեց ձեր դատապարտի գնդակահարության։ Ինչու՞։ Որովհետև մեր պետությունը բժիշկներին քիչ է վճարում։ Բոլորին քիչ է վճարում։ Որպեսզի տնայված միջոցները մեզ երկիրը դարձնեք երկիր, իսկ դուք գողանում եք տնայված միջոցները։ Համար դատապոլ չլիներ ես երկարիքների լիներ։ Ու ասայն երեխին ինչ իրավաբանական չտվի, կարամ անկավարժական։ Շնորհակալ եք, շնորհակալ։ Դատարանում գործ ունենք, շտապ ունենք։ Ոչխար եք մորթե, ոչխար։ Փողություն եք արել։ Փողություն եք արել, 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 Հայ ժողովրդի ոգին միշտ ապրել է ոչ միայն խոսքի ու բեմի, այլև բարի մեջ։ Ազգային բառը մեր պատմությունն է, մեր ուժը եւ մեր միասնականությունը։ Յուրաքանչյուր քայլ իր մեջ կրում է հայկական լեռների հպարտությունն ու ժողովրդի անսասան կամքը։ Եվ հիմա բեմ ենք հրավիրում մեր տղաներին, ովքեր իրենց հզոր եւ գեղեցիկ ազգային բառով մեզ կփոխարինեն հայկական ոգին եւ հայրենասիրությունը։ Սիրով դիմավորենք։ Ա
Մինչ միջոցառման ավարտը ցանկանում ենք մեր խորին շնորհակալությունը հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցել եւ օգնել են մեզ այս գեղեցիկ օրը կազմակերպելու ընթացքում։ Հատուկ շնորհակալություն ենք հայտնում դպրոցի տնօրինությանը, ընկեր Բարսեղյանին եւ ընկեր Հակոբյանին, մշտապես մեր կողքին լինելու, մեզ աջակցելու եւ յուրաքանչյուր հարցում օգնելու համար։ Ձեր աջակցությունն ու հոգատար վերաբերմունքը մեզ համար մեծ ուժ եւ ոգեշնչում են եղել։ Շնորհակալ ենք, որ հավատացել եք մեզ, աջակցել մեր գաղափարներին եւ միշտ եղել մեր կողքին յուրաքանչյուր կարևոր պահի։ Շնորհակալություն ձեզ ամեն ինչի համար։